հայրենագիսներ, սիրելի հավատագիսներ, բարելույս բոլորիս, Տերը թող օրհնե մեր այս առավոտը ու լցնե մեզի այն խոսքերով, որոնցով որ այսօր կուզե կենտանանա մեր մեջ։ Աղոթենք ու սկսենք մեր ծառայությունը։ Հայր ջան, գոհություն ու շնորհակալություն քեզ, որ դու ամեն ժամանակ մեզ հետ ես, որ դու լցնում ես մեր կյանքերը քո սուրբ ներկայությունով ու լիությունով։ Կխնդրեմ ու կաղաչեմ քեզանից Տերս, որպեսզի այս խոսքի մեկնությունը տաս քո սուրբ կամքիդ պես, քո փառքիդ համար, քո անունիդ համար։ Փառք քեզ, փառք քեզ, փառք, փառք, փառք։ Հավիտյանս փառքերի ես արժան Տերս։ Կխնդրենք ու կաղաչենք, որպեսզի քո խոսքիդ խորությունները իմացնես մեզ Տերս, ու մեզ դարձնես քեզ սպիտանի ու արժանի զավակներ, ու քո խոսքերդ հասանելի դարձնես այն մարդկանց, որոնք որ բժշկության ու ազատագրության կարիք ունեն, որոնք մոլորության մեջ են, ճշմարտությունից հեռացած են։ Փառք քեզ Տերս, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, հալելույա, ամեն։ Սիրելիներ, ուրեմն կուզենայի բոլորի տեղեկացնել, որ ես Կրասնոդարի գնաց մեր քրոջ տուն, այսօր մենք վրեժտանք մեր եկեղեցու անդամներից էլի միանալով մեր քրոջը բերենք մեր տուն։ Այսօր ինքը քիչնի Երևան Կրասնոդարից ու Երևանից մենք իրանք դիմավորենք։ Կխնդրեի բոլորիցդ, որպեսզի աղոթեիք, օրհնեիք մեր քրոջ ճամփեն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, որովհետև Տերը պիտի բերե, Տերը պիտի հոգ տանի, Տերը պիտի հանգստի մեջ մտցնե մեր քրոջը, ինչպես նաև իջան պատվով ու փառքով ընդունե։ Գիտեք ինչի համար կսեմ, որովհետև իրականում շատ անգամներ եմ վկայել, մեր քուրը ինքան հավատարիմ հոգի ունի, ինքան հնազանդ հոգի ունի ու պատահական չէ, որ Տերը ճանապարհ կհարտե, որ իրան բերե մեր տուն, որպեսզի մենք միասին ծառայենք ձեզի բոլորիդ։ Օրհնյալ է Տիրոջ սուրբ ու հզոր անունը։ Ու հույսով ենք, որ մեր եկեղեցու անդամները այսպես հերթով պիտի կան ու ամեն մեկին դիմավորենք, չէ՞ երեխեք ջան։ Արգինեին դիմավորենք Արդասամանից, մեր քրոջ անունը մոռացա, Անուշ քրոջը Ռուսաստանից, մյուս բոլոր երեխեքին տարբեր տեղերից պիտի գան Ռուսաստանից, տարբեր տեղերից, տարբեր վայրերից ու մենք պիտի եշտանք սպես սիրուն հավաքվենք ու դիմավորենք։ Պիտի եղնիտիք, որովհետև մեր եկեղեցու մեջ կա այնքան միաբանություն, այնքան սեր, այնքան ջերմություն ու այնքան ամրություն, որ մենք արդեն չափից դուրս շատ կապված ենք իրար հետ ու մենք մեկս մյուսիս տունը պիտի մնանք, մեկս մյուսիս հացը պիտի կտրենք, պիտի մեկտեղ հավաքվենք, մեկիս հավելը մյուսի պակասը լրացնե, որովհետև Տիրոջ կամքը դիգ է, որ անպայման ամեն ինչի մեջ գործնական սեր ցույց տանք, որովհետև Հիսուսը ինչ ասավ, սրանով պիտի գիտենան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Սկանե երեխեք ջան, անպայման աղոթեք, օրհնեք մեր քրոջ գալուստը, նաև մեր ճամփեն, որովհետև ժամի 6-ին մենք ետ դեղնենք ավտոկայարանը, այնտեղ որտեղ որ էներգություն սխալսեցի, այրոպորտը ու տանցկես կիչնի ինքնաթիռը, որ իրան տուն բերենք։ Սկանե աղոթեք, ձեր աղոթքների մեջ հիշեք, թե մեր ճանապարհի համար, թե մեր քրոջ ճանապարհի համար, որպեսզի ինքնաթիռը անարգել վայրեջք կատարե։ Իսկ Տերը իշքան թույլ տվեց կնկարեմ մեր հանդիպումը այսօրվա, մեր ուրախությունը ինչեղ կկիսենք, որպեսզի բոլորը ինչ որ աղոթքներին մասնակից կեղնի, ինչ տարբերություն հմի այս կողքից հեռախոսի մեջ եք, թե այս մյուս հեռախոսից մեջ եք, էլի ընձի հետ եք, փառք Աստծուն բոլորիդ համար ու կհուսանք, որ շատ շուտով էլի շատ շատերդ մեր կողքը կեղնեք ու կսկսենք այցելություններ կատարել ձեզի, ինչպես նաև դուք կայցելեք մեզի ու մենք ջերմությամբ սիրով կընդունենք մեր հնազանդության ու սրբության մեջ քայլող ընտանիքի մեջ։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Այսօր Տերս տվեց Ժողովող 11-րդ գլուխը, որը կուզենայի որ կարդայինք ու քննարկեինք միասին։ Ժողովող 11-ի 1-ից մինչև 8-րդ խոսքերը։ Բացեք ձեր Աստվածաշունչերը ու կարդանք միասին։ Քու հացդ ջրերի երեսի վրա ցկե, քանի որ շատ օրերից հետո նրան պիտի գտնես։ 7-ին ու
բաժին տուր, քանի որ չգիտես, թե երկրի վրա ինչ պատուհաս պիտի կա։ Եթե ամպերը լեցուն լինեն, երկրի վրա անձրև կթափեն։ Երբ մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, այն ծառը ընկած տեղը կմնա։ Հովը դիտողը չի կրնա ցանել, եւ ամպերին նայողը չի կրնա հնձել։ Ինչպես դու հովի ճամփայի որն լինելը ու հղիի որովայնի մեջ ոսկորների ինչպես կազմվելը չգիտես, նույնպես ամենաստեղծ Աստծո գործը չգիտես։ Առավոտ քու սերմը ցանե, եւ իրիկունը քու ձեռքը պարապ մի թող, քանի որ չգիտես, թե որը օգտակար պիտի լինի, այս թե այն, կամ թե երկուսը հավասարապես լավ պիտի լինեն։ Իրավ, որ լույսը քաղցր է ու արևը տեսնելը աչքերին ախորժելի է։ Թեև մարդ շատ տարի ապրի ու նրանց ամենի մեջ ուրախանա, խավարի օրերն էլ հիշելու է, քանի որ նրանք շատ պիտի լինեն, բոլոր կալիքը ունայնություն է։ Իսկ հիմի կարտանք ու քննարկենք, ժողովուրդ ջան, այս խոսքերը հադիկ, որովհետև ամեն մեր խոսքի մեջ կա մի հատ լրջություն, մի հատ ամրություն։ Քու հացը ջրերի երեսի վրա ցկե, քանի որ շատ օրերից հետո նրան պիտի գտնես։ Ուրեմն հացը ունի ստեղ երկու իմաստ՝ հոգևոր ու ֆիզիկական։ Հացը կրնայեղնի եւ մեր նյութական օգնությունը, հացը կրնայեղնի նաեւ մեր աղոթքները։ Հասկնաք, քու աղոթքը նմանապես հաց է, որ դու քու աղոթքներովդ կսկսես կերակրել մարդկանց։ Քու աղոթքներովդ կսկսես օգտակար եղնել մարդկանց, քու աղոթքները զորություն ունին բժշկելու, քու աղոթքները զորություն ունին ազատագրելու, բարձրացնելու, ինչպես նաև ոչ մենակ հոգևոր ոլորտի մեջ, այլ ֆիզիկական ոլորտի մեջ եւս։ Ահա։ Ուրեմն գսե, քան որ շատ օրերից հետո նրան պիտի գտնես։ Ինչ որ ցանենք մենք, չէ, մենք բոլորս ինչ որ կցանենք կհնձենք, այսինքն ինչ որ դու կենես, հացը դու ջրերի վրա կցկես, ինչ տեղի կունենաք, շատ օրերից հետո իրան կգտնես։ Հասկացաք երեխեք ջան, դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք մեր հացը ջրերի երեսի վրա ցկենք։ Իսկ ջրերի երեսի վրա ցկել գիտեք ինչ կնշանակի։ Որ դու ջրի վրա բան կտնես, չես ակնկալոր կեշտակ վերցնես Սոֆիկ քուրը, Անուշ քուրը, Արգինեն, Աշպինեն, Արմինեն եւ այլն, չէ։ Դիք չի տեղի ունենա։ Դու ջրի վրա գցկես, քեզ էլ չի հետաքրքրի ով կգտնի։ Հասկնակը, այսինքն երեք այն մարդկանց, որոնցից որ սպասելիքներ չունիք։ Որովհետև քսե շատ օրերի վրա գցկես, դու կենես մարդուն կստանաս Աստծուց։ Պարզեր ես խոսքը։ Հիմի քննարկենք մյուսը։ 7-ին ու 8-ին էլ բաժին տուր, քանի որ չգիտես, թե երկրի վրա ինչ պատուհաս պիտի կա։ Քանի որ մենք չգիտենք, թե եկուց ինչ կեղնի, լավ կեղնի, որ 7-ին ու 8-ին բաժին տաս։ Այսինքն շատ մարդկանց բաներ էրա։ Դու չգիտես եկուց ինչ կեղնի, ոչ թե էրա լավ, որովհետև ինքը քեզի լավ է եղել, այլ էրա, որովհետև Աստված քեզի կպատվիրե։ Բաժին տուր, շատ կարևոր է, օրհնե, էրա, տուր, լցրու, որովհետև դու եկուց չգիտես ինչ պետք է եղնի։ Եթե ամպերը լեցուն լինեն, երկրի վրա անձրև կթափեն, երբ մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, այն ծառը ընկած տեղը կմնա։ Հովը դիտողը չի կրնա ցանել, եւ ամպերին նայողը չի կրնա հնձել։ Ստեղ ինչի մասին կխոսացվի։ Էն էլ որ կեղնես, մի նայ, քամի է, փոթորիկ է, ինչ իրավիճակներ է, եղանակը ինչպիսին է։ Սիկ հոգևոր ոլորտի հետ է կապված։ Որ դու կենես, չէ, մի նայ թե այդ դիմացինը քեզի կգնադե, թե չի գնադե։ Շնորհակալություն կսե, թե չի սե։ Քու նկատմամբ լցված է, թե լցված չէ։ Կարող է ինչ որ մեկը вообще լցված է քու մեծ դեմը ու չարություն կուզե քեզենը։ Աստված կսե էրա այդ մարդուն։ Կսե հովը դիտողը չի կրնա ցանե։ Այսինքն, երբ որ դու գնայես մարդու ներսի վիճակը, դու չես կրնանա ցանես։
Դու պիտի նայես, թե Աստված քեզի ուրտեղ ինչ կսե, ուղղակի ցան է։ Կամ տեսեք, ես կեշտամ այցելությունների, չէ, կնայեմ, վայ, ձերս փող չկա, Տեր ջան, ես ինչ այցել եմ, սկան մարդկանց։ Ու կհիշեք այն վկայությունը, որ ես պատմեցի 70 դրամս ինչ դարձրեց 100 քանի հազար դրամ, մենակ այն պատճառով, որ ես հովին չնայեցի։ Ես չնայեցի, որ ես փող չունիմ այցելության էշտելու, ես նայեցի տիրոջը ու գնացի։ Այսինքն իմ հացս ջրերի վրա գցեցի ու քանի մորվա մեջ Աստված բերեց իմ թեմս, չէ, որ տարբեր տեղերից, նույնիսկ պատահական մարդը կանգնեցրեց մեր հավատագիցներից իմ բաժանորդներից, մեկ քանի անգամ մենակ ինքը օրհնություն տվեց։ Հասկանաք, այսինքն մի նայե իրավիճակներին ցանելուց, դու նայե Աստծուն ու սկսե ցանել։ Որ կցանես, անպայման նաև կհնձես։ Ահա, ինչու դու հովի ճամփա որ լինել են ու հղի որովայնի մեջ ոսկորների կազմվել է, ինչպես կազմվել է, չգիտես, նույնպես ամենաստեղծ Աստծո գործը չգիտես։ Չէ, ինչ որ երեխեն ինչ կձևավորվի մարդու կանոջ օրգանիզմի մեջ, դու չտեսնիկ ինչ է Աստված է, դու չես հասկանա, մենակ գիտես, որ քեզնից մարդ ծնվավ։ Այդպես դու Աստծո գործերն էլ չիտես։ Դու համար բաներ կար, մի հասկացի, բայց էրա։ Մի հասկացի, բայց էրա։ Որովհետև դու Աստծո գործերը չիտես, մի նայ հով է, փոտորիկ է, քամի է, երաշտ է, Աստված քսերա, դու էրա։ Ու կտեսնես, թե ինչ օրհնությունները քու կան։ Որովհետև դու ոչ թե եղանակի տեսությանը նայիր, այլ Աստծուն նայեցիր, որոնց ընդհանրապես հակադարձ էին իրարից եղանակի տեսությունն ու Աստծո խոսքը իրար հետ, բայց դու բերեցիր ու որոշեցիր Աստծուն հնազանդվել, որովհետև գիտես, որ եղանակի տեսությունն էլ Աստծո ձեռքերի մեջ է։ Առավոտ քու սերմդ ցան է, եւ իրիկունը քու ձեռքդ պարապ մի թող, քանի որ չգիտես, թե որ օգտակար պիտի լինի, այս թե նա, կամ երկուսն էլ հավասարապես պիտի լինեն։ Ստեղ ինչի մասին կսե։ Առավոտ ցան է, իրիկուններ ձերդ պարապ մի թող, այսինքն իրգունն է խոսքի գնա մի ադմ նայե, ցանածիտ քախաներ, չիդեմ ինչ էրա, պարապ մի նստի։ Ստեղ ինչի մասին խոսացվի, մենք մեր եկեղեցու որական 4 անգամ ծառայություններ կանցկացնենք հիմնական։ Առավոտ կցանենք, ցերեկ կցանենք, առավոտ 6-ին 10 պագաս կմիանանք, 9-ին 10 պագաս կմիանանք, ցերեկը 6-ին 10 պագաս, 9-ին 10 պագաս, ինչի։ Այդ ցանելը, որովհետև չիտես, որ աղոթքիդ մեջ ինչ զորություն կենի, ինչ գործ կենու պտուղները ու սերմերը ինչեղ կա հավաքես։ Քսե չիտես, սա կաջի, նա կաջի, թե երկուսը հավասարապես ցանելով առաջ կնա, բայց տիրոջը նայելով ցանե, քու սրտիդ նայելով մի ցանե, քու սրտիդ ուզածի պես մի ցանե, հովին նայելով մի ցանե, այլ տիրոջը նայելով ցանե, ու դու կտեսնես, որ նախ չիտես եկուց ինչ պիտի գլխիդ կանչի, լավ չցանես, ինչ կանգնաս հաշկերդ բացելուն պես ցանե, մեկ աղոթե, մեկ Աստծո խոսքը խոսա, մեկ տիրոջ գործերը պատմե, ամեն ինչը ցանկ է։ Վկայե տիրոջ գործերի մասին, բարեխոսական աղոթքներ էրա քու հավատագիցներիդ համար, ու քեզիս եմ քու հավատագիցներդ մենակ քու եկեղեցու դանդամները չեն։ Ես էլ եմ քու հավատագիցդ, դու էլ ես իմ հավատագիցս, բոլոր մարդիկ մեր հավատագիցներն են, ուղղակի արեք, աղոթենք բոլոր մարդկանց համար, ու չսենք, վայ մեր եկեղեցուց չէ, ուրեմն լավը չէ, կարող է քեզնից էլ լավն է, ունցնից էլ է լավը, ինչ գիտենաս, Ցան է, ինչքան շատ ցանես, այդքան շատ կհնձես։ Այս խոսքերներով Տերս եսօր սավ, որպեսզի փոխանցեմ ցեզի ժողովուրդ ջան։ Առավոտ էլ ցանե, իրգունն է ցանե, ու հովին մի նայե ցանելուց, տիրոջը նայե ցանելուց, ու կտեսնես, որ առադապես պիտի հնձես։ Երեխեք ջան, սկանի ինչ որ կուզենայի ցեզիսեի, Օրհնված եղեք Հիսուսի զորավոր անունով, ովքեր որ հարցեր ունին, զանգարեք 098 95 0071 համարին, ու եթե կան մարդիկ, որոնք կուզեն նյութական փոխանցումներ ենեն, որպեսզի շատ այցելությունների տրամադրենք, մեր հյուրին օրհնելուն տրամադրենք, կամ շատ կարիքավոր ընտանիքների օգնենք, բարձրացնենք, ուրեմն կրնակ զանգեք Տիրոջ առաջնորդությամբ։ Եթե Տիրոջից առաջնորդություն ունիք,
Զանգեք, պայմանավորվինք, կատարեք փոխանցումներ ու ցանեք տիրոջ դաշտի մեջ, առավոտ, ցերեկ իրգուն, որպիսի ժամանակին էլ չթուլանաք ու հնձեք։ Ու մենակ ցանելը զոհաբերությունները չեն, սիրելիներ, նաև ցանեք ձեր աղոթքները, ձեր վկայությունները։ Եթե կան մարդիկ, որոնք վկայություններ ունին ու կուզենան, որ իմ յութուբյան հարթակիս մեջ հնչեն կամ տիկտոկիս մեջ, զանգեք ինձի, ես պես վիդեոզվանոկ կրնամ միացնեմ ու դուք ձեր գործերը վկայեք, տիրոջ երազները մի ուրացեք, սիրելիներ։ Ինչևէ, կսպասեմ ձեր զանգերին, որպիսի միանաք մեր ընտանիքին, ովքեր որ տիրոջով կառաջնորդվին, ինչպես նաև կսպասենք ձեր առատ վկայություններին։ Եղնինք գնահատող ու գոհացող սիրտ ունեցողներ։ Լավ մնացեք, սիրելիներ։